Դա էլ պատճառն է, որ մարդիկ ուզում են մասնակցել ընտրությունների։ Ուզում ենք ուրախություն բոլոր քաղաքական ուժերի ասել, որ այնպես չէ, որ մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրությունների։ Բայց միևնույն ժամանակ այդ ուրախությանը պետք է խառնել, ինչպես ասում են, այդ մի տակառ հաղթանակի մեղրին, եկեք խառնենք այդ մեկ գտալ կուպերը, դա հետևյալն է, որ մարդիկ չգիտեն, թե ում ընտրել։ Այսինքն հիմա Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ քաղաքացիները ուզում են մասնակցել ընտրություններին, բայց տեսեք 38.9%-ը եւ դրան եթե գումարում ենք այդ 5.2 չեն կողմնորոշվելը, փաստորեն ստացվում է 40%-ից ավելին, շուրջ 50-ը ուզում է գնալ ընտրությունների, բայց չգիտե ում ընտրել։ Ընդ որում շեշտենք, որ այդ մարդիկ, այդ 40%-ից ավելին միանշանակ չեն ընտրելու իշխանությանը, որովհետև նրանց այսպես բոլոր գնահատականները բացասական են։ Այսինքն այստեղ մենք ստացանք այն ընտրազանգվածը, որը ուզում է փոխել իրավիճակը եւ ձևավորել նոր իշխանություն, եւ մենք ի տարբերություն ենթադրենք շատ այսպես հարցումներ կատարողների, որոնք հիմնականում կամ իրենց անուններն են նշում, կամ միայն խորհրդարանական այսպես ներկայացվածություն ունեցող ուժերի, բոլոր ուժերին հիմնականում բոլոր ուժերին հիմնականում քիչ թե շատ որոշակի դերակատարում ունեցող եւ աջ կողմնորոշման եւ ձախ եւ չգիտեմ արևմտամետ եւ արևելամետ եւ գուցե Փարքաստո Հայաստանամետ ուժեր եւս կան, բոլորին ընդգրկել ենք, նրանց տոկոսները մենք չենք հրապարակում, որովհետեւ մեր նպատակը չի որևէ մեկին ոչ հակաքարոզչություն անել, ոչ էլ հակառակը, բայց խնդիրը այն է, որ նրանց տոկոսները բավական ցածր են։ Քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ հենց Նիկոլ Փաշինյանի տոկոսները եւս չափազանց ցածր են, այսինքն դրանք այսպես մեզ մոտ տասնյակին անգամ չեն հասնում, շեշտենք կցական մակարդակը, կրթական ցենզը ունեցողների շրջանում շատ ավելի ցածր են, քան ընդհանրապես։ Հասկանում են, թե իրականում ուր է տանում եւ ինչպիսի քաղաքականություն է իրականացնում ներկա իշխանությունը, բայց ես ասեմ, ամենավտանգավորը հենց այն է, որ մարդիկ չեն կողմնորոշվել ում ձայն տալ։ Հետևաբար դա նշանակում է, որ հունվարից բոլոր քաղաքական ուժերը մենք որպես հասարակական քաղաքական շարժում, այսպես այլընտրանքային, այո, միասինը, ուզում էր հիմնական նպատակը այս ասուլիսի դա էր, որտեղ հասցնել քաղաքացիների այդ չկողմնորոշված